Ջեֆրի Էփստին անունով մի հատ պեդոֆիլ կար, որը շահագործում էր երիտասարդ աղջիկներին եւ այլն, բայց նաեւ երկու կղզի ուներ Կարիբյանում իր անձնական օթանավով հայտնի մարդկանց, այսպես ասած, ազդեցիկ մարդկանց էր տանում այնտեղ եւ դրանով կարողանում էր հետո երևի շանտաժ անել ինչ որ ձևի, դրա համար այդ վախը կա։ Նու իրենց արբակալեցին եւ այդ քննությունը գնում էր, երկրորդ անգամ ինքը բանտում իրեն սպանեց, մաս բարջ հիշեցնում եմ թե ով է Ջեֆրի Էփստինը եւ ինչ կատարվեց դրա հետ։ Հիմա միշտ ուրեմն ռեփաբլիկանները հենց այս թրամպականները անընդհատ ասում են, որ Բայդենի ադմինիստրացիան չի բացում այդ ֆայլերը, այդ ինֆորմացիան իր մասին հավաքված քննչական այդ ամբողջ հիմքը, որ ցույց տա թե ովքեր են խառնված եղել այս գործին, այսինքն ովքեր են մասնակցել իր այդ օպերացիաներին, գնացել են շահագործել են եւ այլ այդ երիտասարդ կանանց եւ աղջիկներին։ Ու մեղադրում են, որ դուք ձեր մարդիկ կան երևի մեջը, դրա համար դուք չեք ուզում հայտնվի։ Եվ դա դարձել էր հսկայական մեծ ինչ որ խնդիր, առաջի բանը որ անենք պիտի իսկույն այդ ֆայլերը բացենք, ու այդպես անում էին։ Հենց որ ընտրվեց Թրամփը, սիմվոլիկ դուրս եկան, այսպես դատարկ ֆայլերով իբր ցույց տալով, որ հիմա բացվելու է, ուրեմն FBI-ն էր տանում հետաքննությունը եւ դատախազություն ֆեդերալ բարձա, ուրեմն դրանք նշանակվեցին Թրամփի մարդիկ եւ FBI-ում եւ ուրեմն US Attorney's Office-ն ասում, դատախազի օֆիսը, եւ երկուսն էլ միանգամից փակեցին ֆայլերը, ասեցին չենք ցույց տալու։